Ներում նշել էր, որ դա իր ավտոշարասյունը չի, դա կառավարության վարչապետի ավտոշարասյունն է եւ նմանեցրեց համեմատեց ավտոբուսի հետ եւ ինքն էլ որպես ավտոբուսի ուղևոր։ Այս կինը տրկանոջը տարորելով անցան։ Բազմիցս նաեւ նշվել է, որ Աշարասյանի մեքենաների մեջ գտնվում են նաեւ բժիշկներ։ Չէ՞ որ բժիշկը կարող էր առաջի բուժօգնությունը ցույց տալով փրկել այդ կնոջ եւ իր դեռ չծնված զավակի կյանքը։ Դուք հիմա պատկերացրեք այս նույն շարասյունը, որը բարձր մեծ արագությամբ Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում ընթանում է, եւ ընդունենք այս մեկ կինը չեր անցնում հետիոտնի անցման տարածքով։ Հիշենք, որ նաեւ հետիոտնի անցման հատվածով էր այս կինը հատում փողոցը։ Հավատացեք, սա հարյուրավոր մարդկանց տարորելով կանցնի։ 1 գրամ խղճի որևէ հատկանիշ չունենալու պայմաններում։ Եվ ժողովուրդը պետք է հասկանա, որ սա արյան ծով է ուզում դարձնել Հայաստանը եւ շարունակաբար